Մայրաքաղաքի Աբովյան 12 հասցեում է գտնվում դալան հուշանվերների խանութ ցուցասրահը։ Յուրաքանչյուրը, ով հետաքրքրվում է կիրառական արվեստով կամ ուղղակի սիրում է հիանալ մարդու մտքի ու ձեռքի աշխատանքով, կարող է այստեղ գտնել բազմաթիվ յուրօրինակ իրեր եւ արվեստի գործեր, բայց բոլորը չէ, որ գիտեն այս շենքի պատմությունը։ Ես ծնվել եմ մի հատ հին Երևանյան բակում, որտեղ շատ սիրուն դալան կար, որով ամեն օր ես անցնում էի, ես ու եղբայրս։ Ես ու եղբայրս էլ այդտեղ հիմնադիրներ ենք, նաև ունենք մեր հետ էլի հիմնադիր ընկերներ, որոնք սովորական քանդակագործ, նկարիչ, արվեստասեր եւ ընկերներով ենք։ Իսկ միտքը դալանի մտերել է մանր ժամանակվանից ես շատ սիրել եմ այս անցումը։ Ոչ թե միայն այս, այլ այն անցումը, որտեղ ես ծնվել եմ։ Ծնվել եմ մի 100 մետր, 150 մետր տեղից ներքև, ես Երևանի սաղ դալաններն են, սենց հիշում եմ։ Ստեղ ֆոտոյի դալան էր կոչվում, շատ հետաքրքիր տեղեր, Խանոյաններ նկարում, ֆոտոները, հետաքրքիր անձնավորություն է, սաղ Երևանի նշանավոր մարդկանց, Հայաստանի նշանավոր մարդկանց ինքը նկարում էր։ Որ ինքն էլ էր սիրում Երևանը, ոնց որ եւ ինձ թվում է մենք սաղս։ Սերը դեպի դալանը տեղից է գալի։ Ինքը եղել է, բացվել է, մի քիչ պայմանները բան ա եղել, մեզ օգնել են նաեւ։ Շատ սկզբից դժվար էր, որովհետեւ շատ ջարդ խուստ եղած էր ամեն ինչը, փորձեցինք վերականգնենք այն ինչ որ եղել է։ Ոչ մի բան։ Իսկ ես մնացածը, այս արվեստ, ինքնուրույն ոնց որ մեր ցանկությամբ էս դառավ նաև բիզնես։ Մեզ շենքը ուրեմն եղել է ոնց որ ասեմ sense դախոդնի դոմա կոչվել, էլի 1800-ականների վերջում է կառուցվել, մի հատ վաճառականի կողմից եւ սենյակները հանձնում էր մարդկանց գումար էր այդ մարդու վաստակը։ Հետո ռևոլյուցիա, Աղասի Խանջյան, հենց փոփոխություններով գնացել է այս շենքի պատմությունը։ Բակը շատ հետաքրքիր է եղել, շատերն էլ հետո եկել է Խանոյանը իր ֆոտոյով, իր ամեն ինչով տեղայել ինքը բնակվել, աշխատել, շատ հետաքրքիր անձնավորություն, էլի Երևանում ճանաչված, ոնց որ ասի իրան այս ֆոտոն սաղ իմացել են Երևանը։ Նա ասում են իբր թե նաև տեղ եղել է մի ժամանակ այս դալանում, իբր թե այս լեգենդան, ասում են եղել է ստեղ ապրել է կյանքի վերջում եւ բանը Ղարաբաղը։ Ինքը շատ հետաքրքիր աուրան է։ Այդ աուրան փորձել ենք ինչ որ մի ձևի պահպանենք։ Ու շատերը կասեն սա բիզնես է, հա բիզնես է, բայց որով մենք կարողանում ենք այս պահել։ Նաև մեզ օգնեցին, մենք կարողացանք ստեղծենք նկարիչների համար ցուցասրահ, բավականին ազատ ցուցասրահ։ Կա կոնկրետ աշխատանք, որը դուր է գալի խմբին, ներկայացվում է այդ մարդկանց աշխատանքները, իրանք են ներկայացնում։ Շատ մարդիկ դրսից գալիս են, իրանց դուր է գալի։ Ձեռք են բերում կամ նայում են, բայց անպայման անպատճառ համ արվեստաբանը, համ արվեստի լավ վարպետները մենք փորձում ենք սաղին, որ իրենք ունենան իրենց տեղը։ Չկա խտրականություն, կլինի ջահել, կլինի ահել։ Մեր ֆոտոն, մեր մոտ գալերիայում ոնց ներկայացվել է 18 տարեկան աղջիկների, 20 տարեկան աղջիկների ֆոտո աշխատանքները, որոնք անկեղծ են, նաև տարբեր տեսակի արդեն շատ բարձր ռեյտինգով նկարիչներ։ Կարող է դա դաժե աշխատանքին խանգարի, բայց մեր պրինցիպն է դա, որ ազատ է դառնի ամեն ինչ։ Աուրան արվեստի Երևանցու ստեղ ման էր գալի։ Որովհետեւ մենք փորձեցինք բռնենք այդ աուրան, այդքան բան։ Ու ինքը այս մթնոլորտն է տրամադրում։ Մենք մեզանից ինչ որ նոր բան չենք արել։ Ինչ որ արել ենք, ուրեմն փորձել ենք այդ մթնոլորտի մեջ լինել։ Դες այս պատերը Երևանցու հոգին տանում է, պետք է այդ պաշտպանել։ Ամենագլխավորը, որ մարդու հոգեկանը տրամադրի դեպի այս վայրը։ Դա անունն էլ է դալան։
Շատերը կան ասեն անցում, կամար, բայց երևանցին գիտեր սա ֆոտոյի դալան։ Այդ 100-ն փորձել է պահպանել։ Այդքան բան։